նկատել ես, որ երբեմն նպատակներիդ հետևից գնալու ամենաբարդ մասը այդ աշխատանքը, տանջանքը, մարդկանց կարծիքները չեն։ Էդ այն պահն է, երբ որ գալիս է, որ չես հասկանում Աստված էս նշանը տվեց, որ կանգ առնես, թե որ շարունակես ու չհանձնվես։ Որովհետև լինում են պահեր, որ կարծես ամեն ինչ քո դեմ է աշխատում, ինչ-որ դռներ են փակվում, հնարավորությունները կորում են, ոնց որ ոչ մի բան չլինի քո առաջ։ Ու սկսում ես մտածել միգուցե էս իմ համար չի։ Բայց հիշի, ամեն խոչընդոտ ու դժվարություն չի, որ նշանա պետքա կանգ առնես։ Երբեմն այդ ուղղակի քո հավատը փորձելու ու քեզ ավելի ուժեղացնելու համար է։ Երբեմն այդ փորձությունը տեսնելու, թե արդյոք կշարունակես վստահել Աստծուն, երբ որ դեռ արդյունքը չես տեսնում։ Կշարունակես քայլել հավատքով, թե զուտ էմոցիաներով։ Դրա համար ճիշտ չի հանձնվելը զուտ նրա համար, որ ճանապարհը դժվարացել է։ Աղոթի, մնա հավատարիմ նպատակներիդ ու շարունակիր վստահել Աստծուն։ Որովհետև հավատը այն չի, որ ամբողջ ճանապարհը գծած ունես քո առաջ։ Հավատը այն է, որ անես ընդամենը հաջորդ քայլը այդ մշուշոտ ճանապարհին, որովհետև այդ զուտ այն է, ինչ տեսնում ես, ու վստահելով առաջ քայլելը։